Դեր Հիսուս Քրիստոսի անով ողջունեմ ձեզ սիրելիներ եւ Աստծո սրտանց փառք կուտանք, որ այս քեղեցիկ արիթը մեզի կշնորհի ամեն ուրբաթ երեգոյան այսօրեն յետքը գրնանք Աստծո խոսքին վրա գետրոնանալ, ուր որալ կգտնվիք, որ քաղաքի մեջ կգտնվիք, Աստծո օրհնությունը հանգչի ձեր բոլորին վրա, կուզեմ շնորհակալություններս հայտնել բոլորանոնց, որոնք կքաջալերեն հեռացայիներով Դեր օրհնեցես, նպատակս է, որ որպես քրիստոնյաներ մեր հավատքը ողջամիտ վարդապետության վրա գառուցենք, առողջ հավատացյալներ լանք, ծայրահեղ վիճակներու չմատնվենք եւ այսպեսով մեր կյանքերը բդղափեր դառնալով երրորդությունը փառավորվի։ Աստված իր խոսքը մեզի տվավ, որբեսի այն ճշմարտությունները, որոնք ուզե մեզի փոխանցել եւ այդ ճշմարտություններուն գարչիլ, այդ ճշմարտություններուն հիման վրա քալել, ապրիլ, այնպես որ նպատակը այդ է, ճիշտ այսօր համարալ մենք Աստծո խոսքը գսերդենք, կխորհրդածենք եւ ոչ թե հարևանցի աչենցախեն համարներ բերելով իրար կփակցնենք եւ վարդապետություն կշինենք, հաբա կխորհրդածենք, կուզենք իմանալ, հասկանալ Աստծո միտքը, որբեսի առողջ հավատացյալները լանք, մոլորելե զերծ մնանք, հերու մնանք, ուրախը լանք եւ այսպեսով դերը փառավորվի մեր բոլորի կյանքի մեջ։ Պիտի շարունակենք 9-րդ համարեն, ուրեմն առաջին Կորինթացոց թուղթ, առաջին Թեսաղոնիկեցոց թուղթն է, որ գսերդենք, ուրեմն 9-րդ համարը գսե, բայց եղբայր սիրության վրայով բեք չէ ձեզի բան բքրել, վասնզի դուք ինքն իրենիդ Աստծուց մեզ սորված եք մեգզ մեկ սիրել։ Առաքյալը սրբության մասին խոսել է ետք նախորդ համարի մեջ, եղբայրասիրության վրայով գխոսի։ Առաքյալը թիտմամբ նախ սրբության մասին խոսեցավ, որովհետև մտահոգված էր, որ նորաթարցները Ետ հեթանոսական սովորություններուն դառնային, թեև Դիմոթեոսի կողմէ ստացած լուրերը բավարար էին զինքը հանգստացնելու, որ անոնք հավատքի մեջ են, հաստատված են, այսօր էդ մեկտեղ ան նախ խոսեցավ սրբության մասին, ետքը եղբայրսիրության։ Քրիստոնեության մեջ առանց սրբության կյանքի ճշմարիտ սեր ակնկալելու չենք, անկարելի է։ Եվ Առաքյալը գսե, Աստծուց սորված եք մեգզ մեկ սիրել։ Ինչպես մեկը Աստծուց գսորվի, գսորվի, երբ ան հոժար է սորվելու, եւ եթե հարգը բանջե միտքը փոխելու, որովհետև սորվիլ միտք փոխել գենթատրե, մտափոխություն գենթատրե, ինչպես որ աշակերտները դբրոց կերտան եւ նույնը չեմ մնար մտքերնին կմշակվի, կզարկանա, կփոխվի, դրված տասերուն հիման վրա աշակերտը միտքը գնորոքե, կփոխե, գուզե հասկանալ նոր տասեր, հավատացյալնալ հոժար պետք է լա մտափոխության, աստվածային ճշմարտություններու լույսին դակ հոժար ըլլալու է միտքը փոխելու, անշուշտ միտքը փոխել աստվածային ճշմարտության հիման վրա եւ ոչ թե ուրիշ, այնպես որ երբ առաքյալն ալգսե սիրո մասին խոսին է, սեր ամեն բանի գզիչանի եւ հոնդեղ մգսե ամեն բանի գահավադա, ամեն բանի գահավադա խոսքը ոչ թե արասպելներուն ալ գահավադա, հաբա այն ամեն ինչ որ ճշմարտություն է, անոր գահավադա եւ ամուր գգարչի անոր։ Թեսաղոնիկեի հավատացյալները սորված էին մեգզ մեկ սիրել, որովհետև երբ Բողոս անոնց կով էր, այս ուղությամբ խոսած էր, եւ անոնք ուրախությամբ ընդունեցին ըսված խոսքերը։ Երբ հավատացյալի սիրտը հեզ է, գհոժարի սորվելու։ Մենք եւս երբ հեզ սիրտ ունենք, պիտի հոժարենք սորվելու
եւ աստվածային ճշմարտություններու լույսին դակ մեր միտքը փոխելու։ Վայ այն մարդուն, որ գսե հազիվ նոր ապաշխարած է, մի քանի քիրքեր գարտացեր է, քիչ մսուտ քիրքը գիտե, գսե ես ասակ կհավատամ։ Այնպես որ Աստված կուզե, որ ինչպես առաքյալն ալ գսե, մի գերբարանիկ այս աշխարհին գերբարանքով, հաբա ծեր մտքին նորոգությունով նորոգվեցեք ամեն օր։ Պետք է համոզվենք սիրելիներ ու լավ ըմբռնենք, որ Աստծո խոսքը միայն հեզ սիրտերու մեջ կցանվի։ Հոն դեղ գկրավե ու բդուղ գպերը։ Մեր դերը սերտնացանի արագի մեջ հեզ սիրտը աղեկ հողի նմանցուց։ Եթե գարտանք Մատթեոսի 10-րդ գլուխը 8-րդ համարը գսե 13-8 եւ ուրիշներ ինգան աղեկ հողի մեջ ու բդուղ գուդային, որը մեգունդեղ 100, որը 60 եւ որը 30։ Աղեկ սիրտը հեզ խոնար սիրտն է։ Եվ հոն Աստուծո խոսքը եւ միայն հոն դեղ գտնե եւ բդուղ գուտա։ Աստուծո խոսքը հբարտ սիրտի մեջ դեղ չունի։ Այնպես որ սիրելի եղբայրս, քույրս, երբ եկեղեցի գահաճախես Աստծո պատկամը լսելու, հբարտ սիրտով մի մտներ ունգընտրելու։ Եթե հբարտ սիրտով գերտաս եկեղեցի Աստծո խոսքը լսելու, հբարտ սիրտով դուրս պիտի լես։ Սակայն երբ հեզությամբ գերտաս Աստուծո խոսքը դեղ պիտի գտնե սրտիդ մեջ։ Աստուծո մեզի սորվեցնելու ճշմարտությունը անոր դված խոստումին վրա հիմնված է։ Ու մենք գավադանք այդ խոստումին։ Գսե քեզի պիտի սորվեցնեմ ու երթալու ջամփատ պիտի ցուցունեմ։ Ինչպես ասկսե թոք սորվեցակ։ Գսե ինքն իրենից Աստծո սորված եք մեգզ մեկ սիրել։ Աստված իր Սուրբ Հոգի մեզի գրգեց, ինչպես Հովանու Արաքյալի նամակի մեջ, առաջին Հովանու 2-րդ գլուխին 27-րդ համարի մեջ գսե. եւ այն օծությունը զորթուք իր մե ընդունեցիք, ասիգա Պաշտոնական ծառայության համար օծություն չէ, հաբա երբ մարդը Տեր Հիսուս Քրիստոսի իր սրտի մեջ գհրավիրե, Սուրբ Հոգին որպես նվեր գդրվի իրեն եւ անոր մեջ կփնագի, որ օծություն բարով հոստեղը առաքյալը գխոսի եւ գսե այն օծությունը զորթուք իր մե ընդունեցիք Սուրբ Հոգին գագնարգե։ Եվ ոս ավելի հստակ կնե որ Սուրբ Հոգին գագնարգե, գսե ծեր մեջ գմնա, ու բեք չէ որ մեկը ցեզի սորվեցնե, հաբա ինչպես նույն օծությունը ցեզի գսորվեցնե ամեն բանի վրայով եւ ճշմարիտ է ու սուտ չէ, եւ ինչպես անիգա ցեզի սորվեցուց անոր մեջ գեցեք գսե։ Այնպես որ փառք կուտանք այս մեծ նվերին համար, որ մեր սրտերու մեջ կփնագի Սուրբ Հոգվույն նվերը, բարգև է ասիգա նվերը, խարիս մագսե, խարիս, ուրեմն շնորհք է ասիգա։ Եվ եթե հավատացյալը դրամատրվի, գսորվի, եթե ասե ես ասպես կհավատամ, Սուրբ Հոգին չի գրնար այդպեսի մեկուն սորվեցնել, ոչ թե անկարող է, հաբա ինք երբ թույլ չի դար Սուրբ Հոգին բռնի ուժով փամը չներ։ Ինչպես ասած ենք, այսօր ալ գրտնեմ քրիստոնեության մեջ երկու բաներ գոյություն չունին։ Առաջինը օտոմատիկ ըսված բանը, ինքն իրեն գլա, անակ բան չի գա։ Երկրորդը ըստիբողականություն, չի գա այս երկուքը։ Այնպես որ մենք պիտի հոժարենք եւ Սուրբ Հոգին մեզի ամեն ճշմարտության պիտի առաջնորդե։ Տեր Հիսուսի փոխարինողն էր Սուրբ Հոգին։ Դերը ասավ ես ցեզ որբ չեմ թողուր, Սուրբ Հոգին կղրգեմ, բխիթարիչը,
եւ անեգա մեզ ամեն ճշմարտության պիտի առաջնորդե սակայն երբ հավատացյալը չուզեր լսել Սուրբ Հոգին ցայնը այն ադե Սուրբ Հոգին իր կորձը չներ Գարտանք 10-րդ համարը գսե Եվ իրավ այդ բանը գնեք թուք բոլոր Մագեդոնիայի մեջ եղող ամեն եղբայրներուն սակայն գաղաչենք ցեզի եղբայրներ որ ալավելի արադանակ Այստեղ Բողոս գահստադե որ անոնք կորսնականաբես սիրեցին Մագեդոնիայի մեջ եղող բոլոր եղբայրներուն աշուշ քույրերունալ Նախաբես ըսած էր որ ծեր սիրուն ավետիսը լսեցին երբ Դիմոթեոս մեզ եկավ 3-րդ գլխում 6-րդ համարի մեջ սակայն գխնդրե որ անոնք ալ ավելի արադանան սիրո մեջ Ինչպես հավատացյալը սիրո մեջ գարադանա 4 բանալիներ ցեզի պիտի դամ եւ Կուզեմ որ աշխատցնեք այս բանալիները ծեր մտքերու մեջ խորհիկ եւ դերը ցեզի նաեւ դարբեր քահապարներ պիտի դա եւ պիտի օգնե որբեսի հասկանանք կորսնականաբես ինչպես մենք կրնանք արադանալ սիրո մեջ առաջին երբ ան շարունակ հիշե այսինքն հավատացյալ երբ հիշե աստուծո սերը որ զինք մեղքի մերած վիճակեն գենթանացուց ասի միշտ հիշելու ենք եւ ասիգա մեզի գմղե զասված սիրելու երկրորդը երբ լավ ըմբռնե հավատացյալը Քրիստոսի գադարած փրկագործությունը հասկանա որ խաչին վրա մեռնող Հիսուսը իր փոխանորդն է երրորդ երբ լավ ըմբռնե եւ խիստ քնահատե աստուծո շնորհքը զոր իր վրա արադորեն թափված է չորրորդ երբ շարունակ հիշե աստուծո օրհնությունները զոր գվայել է ամեն օր մանավանդ հոգևոր օրհնությունները այսպես հավատացյալի սիրտը քողունակությամբ պիտի լեցվի եւ աստուծո սիրովը լեցուն պիտի ապրի եւ իր բոլոր ծառայությունները անոր սիրով պիտի լա այնպեսի ժամանակաշրջանի մեջ գաբրինք ուր գնշմարվի հավատացյալներու սրտի մեջ սիրո բագասը եւ հավատարմությունը առասված այս պատճառով քրիստոնեական սկզբունքներ ոտնագող կլան աստուծո վախը մեկ կողմ գտրվի անոր խոսքին հնազանդությունը գանդեսվի եւ ասոնց փոխարեն եսը քոհացնելու աշխատանքներ կդարվին այս բոլորեն յետքը աստուծո օրհնությունը ագնկալել հիմարություն է եւ հոգեվոր դգիտության մեջ գտնվելուն ապացույցը Աստված իր թիրքը լսելի դարձուցած է սակայն մարդիկ չեն ուզեր լսել դերը գսե զիս փարավորողները պիտի փարավորեմ ու զիս արհամարողները պիտի անարգվին առաջին Թագավորաց 2:30 Երանի թե օրեոր Աստծո սիրովը լեցվինք եւ անոր սերը արադորեն հորթի մեր ներսիտին ու մենք կորձով բարմունքով թիրքորոշումով ցույց տանք այլոց որ Քրիստոս մեր կյանքին մեջ առաջին տեղը կգրավե եւ անե մեր սրդին քանցը այո միշտ պետք է հիշենք Աստծո բարիքները անոր սերը եւ մեր սերն ալ պիտի ավելնա ասկայնով բավարարվենք եթե դերը գամի պիտի սկսենք մեր սերդողությունը 11-րդ համարեն թող Աստծո շնորհքը անոր բարի ցերկերը ցեր բոլորին դլան իր բարքին համար ամեն